պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պատրաստ ենք այո, արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, այո։ Իհեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Խաղաղություն է լինելու, ասում է Փաշինյանը, երևի նկատի ունենալով գրեթե ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կրակոցները Խոզնավարի ուղղությամբ։ Վերջին կրակոցից մարդ չի տուժել, բայց կարող էր։ Թշնամու կրակած փամփուշտը հանել են բնակիչներից մեկի անկողնուց։ Այս պատկերը ունի փաշինյանական խաղաղությունն ու ինքնիշխանությունը։ Դժվար է պատկերացնել, թե իշխանական խմբակի խոստացած խաղաղությունը որն է, որովհետև իրենք որքան շատ ու բարձր են խոսում խաղաղության մասին, մենք այնքան շատ ենք կորցնում ու փոքրանում որպես ազգ ու պետություն։ Այս իշխանությունը ասաց խաղաղություն, մենք ունեցանք պատերազմ ու հանձնեցինք Շուշին։ Հետո էլ ասաց խաղաղություն, կորցրեցինք ամբողջ Արցախը։ Հիմա էլ որքան բարձր է շարունակում գոռալ խաղաղություն, այնքան ավելի արագ փոքրանում է Հայաստանը։ Իհեճուկս Փաշինյանի խաղաղություն չի լինելու, որովհետև պարտված ղեկավարը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել։ Թշնամու նվագի տակ պարող ղեկավարը չի կարող այդ խաղաղությունը բերել ի շահ իր ժողովրդի։ Եվ ի վերջո, ինչպես կարող է խաղաղություն լինել, երբ թշնամին ամեն օր պատերազմի է պատրաստվում։ Նախկին падգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայք Նյուզի հետ զրույցում ընդգծում է, որ այդ խաղաղության փաստաթուղթը Փաշինյան-Նիկոլին մեկ բանի համար է պետք, որ նորից վերարտադրվի։ Այդ փաստաթղթի բովանդակությունը ծայրից ծայր, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք հակահայկական է, որովհետև Ալիևը քանիցս հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը դա բացառապես ադրբեջանական օրակարգ է եւ բոլոր կետերը տեքստի կազմել է Ադրբեջանը, Նիկոլի համար դա էական չէ։ Իր համար պետք է իր առաջիկա վերարտադրության համար Ալիևից ստանալ մի թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն, որ ինքը իր էլեկտորատի ռեխը այդ թուղթը մտցնի եւ ասի ես բերել եմ խաղաղություն։ Փաշինյանի ասած հավանական խաղաղության համաձայնագրի մասին Հայք Նյուզի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը, ով վստահեցնում է, որ այդ համաձայնագիրն իրականում ոչ թե խաղաղության, այլ ստրկության մասին է։ Դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ կապիտուլյացիայի պայմանագիր է, թելադրված պարտված Նիկոլ Փաշինյանի, ստոր Նիկոլ Փաշինյանի, քանի որ Նիկոլ Փաշինյանը թուրք է եւ իր հայրենիքը, իր հաղթանակը նվիրված է թուրքերին եւ ադրբեջանցիներին, դա իրականում Նիկոլ Փաշինյանի հաջողությունն է ընդդեմ հայ ժողովրդին։ Մինչև մենք պատրաստում էինք այս ռեպորտաժը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց թշնամու նոր կրակոցի մասին։ Կրկին կրակել են Խոզնավարի ուղղությամբ։ Այս անգամ վնասվել է 1 բնակելի տան սանհանգույց եւ խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանը շարունակում է կրակել, իսկ ի պատասխան Հայաստանը իդեմս այս իշխանության լռում է։ Փաշինյանն է հրամայել, որ պատասխան կրակոցներ չպետք է լինեն։ Ինքը սիրում է կզել, ժողովրդին էլ ստիպում է նույնը անել։ Ուրեմն, ինչ ինքնիշխանության, ազատության ու անկախության մասին է խոսքը, ինչի մասին ամեն առիթի մեծ ոգևորությամբ հայտարարում է Փաշինյանը, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց սեփական տանը պաշտպանված չեն, նույնիսկ ինքնապաշտպանության հնարավորություն չունեն, որովհետեւ թրքասեր այս իշխանությունը հենց ինքը հաշվեհարդար կտեսնի, եթե հանկարծ պատասխան կրակ բացես իր եղբայրական Ադրբեջանի ուղղությամբ։ Իշխանական Սյունեցի падգամավոր Արմեն Խաչատրյանը, ինչպես բոլոր ՔՊԱ-ականները, միամիտ կեցվածք է ընդունում։ Ասում է, դեռ պետք է պարզվի ուղղությունը, գուցե պատահական է եղել։ Ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական։ Մինչև Արմեն Խաչատրյանն ու իր ընկերները մի անկյունում լուռ նստած կսպասեն փորձաքննությունների արդյունքներին, ակնկալելով, որ իրենց սիրելի ադրբեջանցիները միամտաբար են կրակել, թշնամին կշարունակի էլի թիրախավորել Հայաստանի բնակավայրերը։ Վերջում, հարգելի հայրենակիցներ, կարճ դիտարկում։ Այս իշխանությունն ասում է, որ վստահ է, խաղաղություն է լինելու, եթե կատարենք Բաքվի պահանջները, եթե չկրակենք, դրոշ չայրենք, ճանապարհները բացենք, սահմանադրություն փոխենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարենք։ Փաշինյանն ու իր ենթակաները շատ վստահ են քարոզում խաղաղություն, բայց նույն վստահությամբ չեն կարողանում երաշխիքներ տալ այդ խաղաղության համար, որովհետև մենք ինչքան տալիս ենք, Ադրբեջանը
Ադրբեջանն այնքան ավելի շատ է ուզում։ Մենք տվեցինք Շուշին, Ալիևն ամբողջ Արցախը ուզեց։ Հետո տվեցինք Սյունիքից որոշ հատվածներ, ինքը հիմա ամբողջ Սյունիքն է ուզում։ Տավուշի այսպես կոչված անկլավներն էլ տվեցինք, յուղերը կիսեցինք, հիմա ամբողջ Հայաստանն է ուզում։ Այնպես որ Փաշինյանի ասած խաղաղությունը վերջում հայրենիքն ամբողջությամբ հանձնելու հաշվին է լինելու։ Իսկ մենք կամ փախչելու ենք այլ երկրներ ապաստան գտնելու, կամ թրքանալու ենք ու մեր սեփական երկրում ապրելու ենք հյուրի կարգավիճակով։ Եվ սա այն է, ինչի իրականացմանն է ուղղված այսօրվա իշխանագլխի քաղաքականությունը։